Ուսանողության մեջ կա մի նման մեծ խնդիր, մեր համալսարաններում տրված գիտելիքները այլևս արդիական չեն, այսինքն հիմնականում հիմնված են խորհրդային տարիների ծրագրի վրա, որոնք այսօրվա մեր ռեալներում այլևս չենք կարող օգտագործել։ Ինչպես եք դուք տեսնում այս խնդրի լուծումը։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ լուրջ ուսումնական հաստատություններ իրենց ներկայացությունները ունենան Հայաստանում, որովհետև դուք շատ ճիշտ եք ասում, ու ես պատկերացնում եմ հիմա դասախոսների մակարդակը, որովհետև իրենք սովորել են մի գիտություն, այսօր իրենց փորձում են ստիպեն, որ իրենք դասավանդեն մեկ այլ գիտություն, ինչը մոտավորապես իրենց համար անհնար է, դա ոչ թե այդ մարդկանց խնդիրն է, դա ժամանակի խնդիրն է, ժամանակը առաջ է գնում, եթե մենք չհասցնենք, իսկ մենք արդեն շատ հետ ենք մնում, նույնիսկ տարածաշրջանային երկրներից, ասենք Վրաստանից, համար առաջինը, առաջի քայլերը մենք պետք է փորձենք այսպես կոչված բրենդովի համալսարանների ներկայությունը Հայաստանում ապահովենք, որ մարդիկ սովորեն լավագույն վուզերում, չելնեն վազեն Ֆրանսիա, որ Սորբոն ավարտեն, իրենց փողոցի մյուս կողմը կգնան կավարտեն, անպայման այդ կոմֆորտը մենք ստեղծելու ենք, օգտագործելով մեր լավ միջազգային հարաբերությունները, ինչը որ իրոք մենք ունենք, որովհետև դուք հասկացեք, Հայաստանում այսքան տարիներ, սենց վատ բան եմ ասում, բայց փակված մարդիկ, իրենք ոչ մի բան չեն տեսել, ինչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը այդ հարցերում, իր գլխավոր գաղափարը միշտ եղել է շանտաժ, շանտաժ անի, իր գռդոնը անի, այսպես ասած, նա չի էլ պատկերացնում, որ հնարավոր է դա կազմակերպել, դրա համար դա մեզ համար լինելու է առաջնային հարց, որովհետև առանց ճիշտ կրթված երիտասարդների, առանց լավ կադրերի ոչ մի հասարակություն հնարավոր չի կառուցել։ Հիմա եթե մենք հայտարարում ենք, ստեղծում ենք 300,000 աշխատատեղ, ինչը որ մենք հաստատ անելու ենք, կարող եք չկասկածել, ճիշտ այսօր բոլորի համար դա ֆանտազիա է թվում, դա շատ լավ է, մենք բարձրացրել ենք նշաձողը, որպեսզի պայքարենք այդ նշաձողի համար, ես կարող եմ հայտարարել 100,000 աշխատատեղ, դա էլ էր լինելու այս պայքարի համար ունիկալ, 100,000, 50,000, 10,000 էլ չեն կարող ձևավորել, բայց դրա համար մենք նշաձող ենք հայտարարել, որի համար մենք ամբողջ թիմով պայքարելու ենք, իսկ մեզ դրա համար պետք են լինելու ուժեղ կրթված կադրեր, առանց դրա անհնար է, մենք կարող ենք ամեն ինչ կառուցել, ստեղծել, բայց եթե մենք չունեցանք կադրեր, որ կաշխատեն, բարիք բերեն մեր ժողովրդին, ավելնորդ է լինելու այդ ամեն ինչը։ Շնորհակալ եմ։ Ինչպես սովետական տարիներին, գիգանտ գործարանները կառուցեցին, հետո կադրերը չկար, տեսնում եք ինչ է կատարում այսօր։ Շնորհակալ եմ։